Գերեզմանները բուլդոզերով sense մտել հողին են հավասարացրել, եկեղեցիները քանդել են, բոլոր հայկականություն հիշեցնող շենքերը քանդել են, որովհետեւ ադրբեջանցու կամ ադրբեջանցիների հետ մենք խնդիր չունենք։ Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության պետական սահմանները չի ճանաչում։ Հայաստանի ստատուսը արևը այդպես է տեսնում, որպես անվերապահ կապիտուլյացիայի ենթարկված հանցագործ պետություն։ Նիկոլ Փաշինյանը համաձայն է, որ խաղաղության գործընթացի շրջանակներում այս մարդիկ պիտի դատվեին։ Ամենաշատ ռազմական գործողությունները, ամենաշատ պատերազմը, ամենաշատ այրունը եղել է իրանց օրոք։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անվտանգության աշխատակիցները ծեծի են ենթարկում ադրբեջանցի ընդդիմադիրներին, Մեզ հաղթելով ռազմաճակատում, հիմա էլ հաղթում են խաղաղությամբ։ հաջորդը ցեղասպանությունից դասեր չի քաղի, ոնց կարող է 44 օրյա պատերազմից դասեր քաղի։ Ընկերներ, ողջույն, պլատֆորմ ոդկասթը շարունակում է իր աշխատանքը։ Այսօր բավական հետաքրքիր թեմաներ ենք քննարկելու եւ առաջին ինչից որ կուզեի սկսենք Ամասիայում տեղի ունեցող զարգացումները, եթե կարելի է դա զարգացում համարել։ Մի քանի ադրբեջանցիներ գնացել հասել էին Ամասիա։ Մենք գիտենք, որ սովետական շրջանում եւ դրանից առաջ այնտեղ ապրել են ադրբեջանցիներ, թուրքեր։ Եվ բավականին աչքի ընկնող վարքագիծ էին դրսևորում Ամասիայում, եթե մոտավորապես միտքը վերարտադրենք, եկել են իրենց հայրենիք, ինչ որ մի օր վերադառնալու ենք, այսպեսի Աստված տա սաղլավենի գանք։ Սա իհարկե շատ մտահոգիչ թեմա է եւ շատ նուրբ եւ խոցելի, ինչի համար, որովհետեւ այս թեմայի վերաբերյալ դատողություններ անելիս անդադ բախվում ես անհաղթահարելի խոչընդոտների։ Մի կողմից քեզ մեղադրում են ռասիզմի կամ ֆաշիզմի մեջ, մարդու իրավունքները, այդ մարդիկ տեղ ապրել են, բայց ինչ կա դրա մեջ։ Գերեզմաններ ունեն ուզում։ Գերեզմաններ ունեն, հա, ինչ կա դրա մեջ, որ մենք եւ ադրբեջանցիները վերջապես իրար հետ ապրենք, այսինքն այդ ֆաշիզմի թեման ծառացած է, եթե չես խորանում կոնտեքստի մեջ։ Մյուս թեման դե այս հայ-ադրբեջանական մյուս խոչընդոտը, որ այս հայ-ադրբեջանական այս լարվածությունը, անհանդուրժողականությունը եւ անտագոնիզմը ընդհանրապես արհեստականը դա հարել են ռուսները, ռուսական Զախարովայի նարատիվներն են եւ մենք ավելի քան երբևէ կարող ենք իրար հետ ապրել, բայց այնուամենայնիվ նորից եմ կրկնում, սա շատ լուրջ մտահոգիչ թեմա է Հայաստանի անվտանգության ապագայում եւ մենք տեսնում ենք այն ականը, որ այսօր տեղադրվում է, որը այսօր թվում է շատ աննշան, այսօր կարող է թվալ շատ ոչ այդքան վնասակար, նույնիսկ օգտակար, բայց ապագայում այդ ականը կարող է շատ մեծ պայթյունի եւ հրդեհի պատճառ դառնալ Հայաստանին կանգնեցնելով ժողովրդագրական, անվտանգային, ազգային անվտանգության սպառնալիքի արժեվ այս հարցը այսպես եմ տեսնում եւ կան մարդիկ, որ լուրջ են վերաբերվում, հեգնում են, ծաղրում են, ասում են, ախպեր դե լավ, հիմա ադրբեջանցիները չեն գալու ստեղ ապրեն։ Ինչի՞ ասում են ով պետք է գա, ով պետք է գա, բան, ինչի՞ եք տենց ուր ճաստում, հիմա եկերեն ասում են, դե լավ, ինչ կա դրան։ Գիտեք, իմ մոտ այս անդադ դեժավյու եմ ապրում, որովհետև այս նույն տոնայնությամբ մեզ ասում էին, հա լավ դե ախր Ղարաբաղի հարցը արդեն լուծված է, բանը ինչ կարա լինի, ոնց կարա Ալիևը գա, չգիտեմ, անհնար էր, մի միլիմետր հողի համար բազար էին անում Ջաբրայելից կամ Մադաղիսից ու անհնար էին համարում, էլի հեգնում էին, ասում են այդ հարցը լուծված է, մեծ պատերազմ չի լինի, մեր բանակը ամենամարտունակն է։ Մի խոսքով, այս ամեն ինչը տեսել եմ, դուք էլ եք տեսել, այս ամեն ինչը շատ լավ հիշում ենք, եւ հիմա անցել են տարիներ եւ նորից նույն տոնայնությամբ արդեն վերադարձող ադրբեջանցիների մասին են խոսում։ Այո։ Եվ ես ուզում եմ այստեղ ավելացնել, որ բոլոր նրանք, ովքեր ասում են, հա ինչ կա դրա մեջ իրանց գերեզմաններն են գալիս տեսնեն, այդ մարդիկ այդ պահին ես ուզում եմ հասկանամ։ Այն Լյուի դե Ֆյունեսը մի ֆիլմ ունի, էլի, որ ինչ որ միտեղ անգածել ունեմ ու սառած ալնում, չէ՞, մի 50 տարով ու աշխարհը փոխված ալնում այդ 50 տարիների ընթացքում իրան գտնում են, հետ են բերում ու վախենում են իրեն ասեն, որ հերոստացույց կա, բանկ աշխարհը փոխվել է, ինչ որ սիարվում է իր թորն ու ասես խառը ֆիլմ է, բայց ինքը դե բնականաբար կոմեդիա է։ Այսինքն այն մարդիկ, ովքեր ասում են, հա ինչ կա դրա մեջ թող գան իրանց գերեզմանները, այսինքն այդ մարդիկ սառցրած են եղել վերջի 5 տարիներին եւ նորեն այդ սառույցից դուրս են բերել։ Մարդկանց չեն հասկանում, որ հենց նոր 150,000 մարդ էթնիկ զտման է ենթարկվել
գերեզմանները բուլդոզերով sense մտել հողին են հավասարացրել, եկեղեցիները քանդել են, բոլոր հայկականություն հիշեցնող շենքերը քանդել են, մնացել էր Շուշի Սուրբ Ղազաչեցոնց վանքը, որը որ վերաֆորմատավորում են եւ դարձնում են աղվանական, ալբանական, չգիտեմ, ես դրա մասին ինչ-որ նույն բառն է։ հա, եկեղեցի ու այդ մարդը այսինքն այդ որ ինքը ասում է որ ասենք հայ ինչ շալավ աղբեր շալավ թարգեք ինչ կա դրա մեջ լատիներեն լն հայերենում դառնում է ղ հա այսինքն այդ մարդիկ չեն ուզում հասկանան էլի որ մենք լուրջ խնդրի առաջ ենք կանգնած եւ այն ծափողջույններով որ ընդունվում են այս տեքստերը որ իշխանությունը ներկայիս խոսում են այդ տեքստերի ներքո ես որպես միջազգային յանքի մասնագետ եմ ասում վաղը մյուս օրը իրենք չեն կարողանալու ասել մենք համաձայն չենք որ ադրբեջանցիները գան Հայաստան բնակվելու մասին է խոսքը գնում չեն կարող ասել եւ այդ տարբերությունները ես ուզում եմ մեր ժողովրդին ցույց տալ որ օրինակ տեսեք ասում են դե ռուսական անձնագիր ունեն եկել են նորմալ սահմանն անցել եկել են չէ վիզա պետք չի բան նորմալ է շատ լավ նույն ձևի վրացական անձնագրով են գալիս նույն ձևի իրանական անձնագրով են գալիս հասկացանք Ժորժան կարա մի հատ հայ անազգանով մարդ հոլանդական, ֆրանսիական, գերմանական, որևէ երկրի անձնագրով չի կարող մուտք գործել Ադրբեջան։ Դեռ չեմ ասում, որ Լեռնային Ղարաբաղի ամբողջ տարածքը այս պահին հատուկ հսկվող տարածք է համարվում։ Այնտեղ եթե մարդ ուզում է գնա որպես տուրիստ, պետք է լրիվ այլ ընթացակարգի։ Ձեր ասած այդ կապված կարճ շատ ռեպլիկ, բոլորին վերջերս մի կամ երկու տարի առաջ շախմատի աշխարհի չեմպիոն Կարի Կասպարովը, որը հայտնի բաքվեցի է, ինտերվյու էր տալիս ուկրաինացի Գարդոնին, եւ Գարդոնը էլ հարցուփորձ էր անում Ղարաբաղյան հարցից հայ-ադրբեջանական հարաբերությունից եւ ասում էր կարող է դուք ինչ-որ մի օր գնաք Բաքու, հարցնում էր անցյալում Հեյդար Ալիևը, որ եղել է Կասպարովի հովանավորը, ձեզ հրավիրել է թե չէ, այս մանրամասները մի կողմ, ասում է կգնաք հիմա Բաքու, ասում է Բաքու կգնամ այն ժամանակ, երբ որ այլ հայեր կկարողանան այցելել Բաքու այն ժամանակ, այսինքն նույնիսկ Գասպարովն է փաստում, որ հայերը այնտեղ չեն կարող գնալ կամ եթե գնան էլ, չգիտեմ ինչ առանձնահատուկ պայմաններում պետքա գնան, անվտանգությունը ոնց պետքա երաշխավորի, բայց Հայաստանը դարձել է պրախադնոյ դվոր, ոնց ուզում գալիս են, ինչ ուզում անում են, ինչ ուզում խոսում են։ Նայ, ես նաև տեղեկություններ ստացա, որ այդ Ամասիայի այդ մարդը, որ այդ մարդիկ երկու ջիպ էին եկել են, ասում եմ ժամանակին էլ են եկել Մինչև պատերազմն են եկել, մինչև պատերազմում մեր էս պարտությունը, բանել եկել գնացել են, բայց սենց վիդեոներ նկարել, դնել, ման սենց ինչ-որ արա եկել ենք, բան Աստված տա սաղս է գանք, բան սենց բաներ չի եղել, հանգիստ սուպուս եկել են գերեզմաններին, գնացել են, այդ ինֆորմացիան ստացել ենք, եւ Թաթուլ Հակոբյանն էլ, քանի որ գրել էր դրա մասին, նաեւ ուզում եմ իրեն հում անել, այդ ամբողջ տեղեկատվությունը տիրապետում էր, բայց հիմա այս պահվածքը կարպիս ինչի մասին է, այս պահվածքը այսօրվա կառավարության վարած քաղաքականության արդյունքն է եւ ես պնդում եմ, որ եթե սենց շարունակվի, ոչ մի միջազգային հարթակում իրենք չեն կարողանալու ասել, որ մենք դեմ ենք վերաբնակեցմանը, սա վերաբնակեցման հարց է, Ժորժ ջան, այստեղ հարց չի, մեկն է գրել ասում, բա մենք ոնց է որ գնում ենք Արևմտյան Հայաստան, նա ինչն է չի հայմատում, մենք գնում ենք Արևմտյան Հայաստան, գնաս հող առնես, մարդը հենց հայմատեց Արևմտյան Հայաստանը, դու ուզում ասի, որ սա է իրանց Արևմտյան Ադրբեջանն է, հասկանում ես, արդեն հայ մարդու միտքը ոնց են վարակել, ասում գնում ենք Արևմտյան Հայաստան, գնում ենք Արադ Լեռան Գագաթին, երագույն ենք ծածանում, բան հիմա բա ինչ ան իրանք է, այսինքն ինչն է բերե ինչի է տա համեմատում ու նաև ուզում եմ այստեղ առաջ բերել Իլհամ Ալիևը Մյունխենում էր սիրելի հայրենակիցներ Մյունխենի անվտանգության Սա այդ կապված մի բան ասեմ էլի ֆորումին էր մասնակցում եւս մեկ անգամ որպես ամփոփում առանձին վերջած որովհետեւ ադրբեջանցու կամ ադրբեջանցիների հետ մենք խնդիր չունենք մենք խնդիր ունենք Ալիևյան հակահայկական պետական քաղաքականություն որ Հայաստանը չլինի Ժորժ ջան Հայաստանը հակահայկական քաղաքականության գործիք դարձած ադրբեջանական փափուկ ուժի համար գործիք դարձած տարերի հետ որոնց ուզում եմ բնակեցնել որպես փափուկ ուժի գործիքներ Հայաստանում Հայաստանը ականներով պատելու համար
Եվ խաղաղ այս երկիրը կտրտելու։ Դրա համար այդ միտքը ես ասել եմ ուզում եմ էլի կրկնեմ, քիչ մտքերից է, որ իմ դուրը գալիս է, հիմա ասած, որ մեզ հաղթելով ռազմաճակատում, հիմա էլ հաղթում են խաղաղությամբ։ Հիմա նայեք, սելի հայնակիցն, երբ որ Կարպիսը ասում է խաղաղությամբ, նկատի ունի այն փափուկ ուժի կիրառումը, soft power-ն է դա, անգլերենից թարգմանված, եւ ինչ են անում։ Օրինակ ՀԿ-ների հանդիպումներ կար, դա հիշեցի, ես ասեմ նոր Մյունխենի համաժողովին ասնենք։ ՀԿ սեկտորը փորձագիտական համայնքը հրավիրել էր Ադրբեջանի փորձագիտական համայնքին, այստեղ հանդիպում եղավ եւ առաջին անգամ պատմության մեջ, այս շատ ուշադրի լսեք, առաջին անգամ վերջին 35 տարվա մեջ ադրբեջանցիները եկան սահմանազատված սահմանով, շատ ուշադիր եղեք, ինչ նկատի ունեն, տեսեք։ Քանի որ Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության պետական սահմանները չի ճանաչում, սա 1000 անգամ ասել եմ, չեն ուզում մարդիկ ընդունեն։ Եվ ճանաչում է միայն այդ 12 կիլոմետրը, 12-ա 13 հայական չի, որ նայում ես որևէ ենթակառուցվածք չկա, ինֆրաստրուկտուրաներ չկան, ինչ որ էս խոտերի մեջով էս ադրբեջանցիները գալիս են, մեր ԱԱՑ սահմանապահները ինչ որ էս բանը համակարգիչը ձեռներինս էս պեչատներ են դնում, որևէ, բայց ինչի որևէ մեկը չի խորացել, այդ ոնց է, ինչ են այդ կոմովեկե։ Ինչն է պատճառը, որովհետև միայն այդ տարածքն են ճանաչում որպես Հայաստանի սահման։ Ինչու որովհետև միայն այդտեղ է Հայաստանը դեռ հող հանձնել իրանց։ Այն մնացած տեղերը դեռ գործ կա անելու։ Հիմա եկել են, հա ինչ որ դե քննարկում է, ոնց է խաղաղության կամուրջ, դե parza ինչ որ գրանտ են ստացել, ինչ որ ծրագիր են իրականացնում, ու այնտեղ մարդիկ են, որ երկար տարիներ այլանդակ ռոպագանդա են մղել, եւ որ ես հատուկ հանձնարարելով դեսպանի, այդ մարդիկ հակառակ կողմում ադրբեջանական նարատիվները սպասարկող, Լեռնային Ղարաբաղը էթնիկ զտող, Լեռնային Ղարաբաղը սովի մեջ պահող 8 ամիս եւ ավել 10 ամիս էր բանը, Լաչինի Միչանսկի փակման պայծած, այդ այսինքն իմ սպարինգ պարտներների օգնականները Հիկմետ Հաջիևի փոքր Հաջիևները եկել են Հայաստաններ, հայ բանված ոչ մի բան չի, սա նորմալ է բանման, դե parza մերոնք էլ կգնան այնտեղ բան այդ process-ը շարունակվում է, եւ այդ ուղերձը ի՞նչ է, որ ադրբեջանցիներն եկան սահմանը հատեցին անցան, բան սա նորմալ է, դեռ սա նորմալ է, Կարպիջան հարց։ Չի կարա այն 300,000 մարդը գա Հայաստան ախպեր, կարա մի հատ հայ պաշտոնյա ասի խի, չի կարա ասի ինչու չէ։ Հիմա այստեղ բերում ենք առաջ Ալիևին, Մյունխենյան համաժողովում, ես վերասեմ ու կարձագանքես, Մյունխենյան համաժողովում Ալիևը ինտերվյու է տալիս Ֆրանս 24-ին։ Լրագրողն ասում է, դե ասում է հա խաղաղություն բանման դեսդեն եւ այլն, ասում է տեսանք Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը դատվեց ցմահ 20 տարի բան, ասում է կարող է էջը փակեք։ Ալիևն ասում ինչ նկատի ունես։ Դե ասում է էջը փակեք, ներում շնորհեք, համաներում անեք մի բան։ Ասում է ո՞նց այդպես միտքն եմ բան շահադրում։ Ալիևն ասում է պատկերացրեք Նյուրնբերգյան դատավարությունից 2 ամիս անց նացիստական Գերմանիայի Նյուրնբերգյան դատավարությունը գիտեք Ժորժ ջան, այս այլ լուսաբանիկ Հիտլերին որ գտնում են թե չեն գտնում վերջը սպանվելուց հետո այն ովքեր որ կենթանի են տանում են Նյուրնբերգ սկսում են դատել որպես մարդկության դեմ ուղղված հանցագործությունների հեղինակներ կազմակերպիչներ դրա մեջ է մտնում միլիոնավոր մարդկանց կոտորած բայց ամենացածությունը ըստաբար դե հрьяաների 6 միլիոն հрьяաների կոտորածն է այսինքն պատկերացրեք ում հետ է համեմատում Ալիևը այդ դրա համար եմ համացություն տանում ասա պատկերացրեք Նյուրնբերգյանը դատավարությունից 2 ամիս անց ինչ որ մեկը գար ասեր չի լինի ներեք այդ մարդկանց Ֆրանս պրեսի լրագրողի մազերը երևի բիզբիզ է կանում, ասում է պարոն նախագահ Ալիևին ասում է դուք դա նույնն եք համարում, Ալիևն ասում է ավելի վատ, երկու անգամ կրկնեմ ասում է ո՞նց ասում է ավելի վատ, ասում է դրանք ավելի վատ բաներ են արել քան Նյուրնբերգյան նացիստները, բան ու դե ու այդ ֆոնին Ժորժան ինչ որ մարդիկ կոմենտարներում գրում են հա ինչ անենք, թողանա, թող ապրենք, արա թողանա, ախպեր, իմ մոտ տպավորությունն է որ ասենք հայ ժողովուրդը մի անգամ Միքայել Սրբազանին ինձ ասեց հայ ժողովուրդը ցեղասպանությունից դասեր չի քաղի, ոնց կարող է 44 օրյա պատերազմից դասեր քաղի։ Ես չգիտեմ ինչ ձևակերպումներ տամ։ Խնդրեմ ձայնը պատմաբանին։ Գիտեք, այդ Ալիևի համեմատությունը Նյուրնբերգյան դատավարությունը պատահական չէ, որովհետև Գերմանիան ենթարկվել էր անվերապահ կապիտուլյացիայի։ Հիմա Հայաստանին փաստորեն հավասարեցնում են ֆաշիստական, նացիստական Գերմանիային, որը նույնպես իբրև թե ըստ Նիկոլ Փաշինյանի եւ ըստ Ալիևի անվերապահ կապիտուլյացիայի ենթարկվել, որը հանցագործ
պետություն է եղել եւ որին պետքա դատեն, որը պետքա մի 100 տարի պատասխանատվություն կրի, մի 100 տարի պետքա բեռի տակ մնա, վճարի, փոխհատուցի եւ այլն։ Այսինքն Հայաստանի ստատուսը արևը այդպես է տեսնում, որպես անվերապահ կապիտուլյացիայի ենթարկված հանցագործ պետություն։ Ու եթե Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, քաղաքացիները համաձայն չեն դրա հետ, ինչու ես կարծում որ մենք համաձայն չենք, որտեղ մենք անվերապահ կապիտուլյացիայի չենք ենթարկվել, հազարավոր մարդիկ կռվել, զոհվել են, որ այդ կապիտուլյացիան տեղի չունենա ու տեղի չի ունեցել իրականում։ Ալիևի այդ հաղթանակը տենց սահմանափակ հաղթանակ ա եղել, անգամ ոդկ չէր կարողանում դնել Ստեփանակերտ։ Այս իմաստով մենք պետք է ուղղակի ասենք, որ մենք կապիտուլացված չենք եւ համաձայն չենք։ Եթե օրինակ այսօրվա իշխանությունը, որը իրան այդպես է պահում, այդ իշխանությունը պետք է փոխել, Ժորժ ջան։ Բայց պրոբլեմը այդ է, այսինքն պրոբլեմը Հայաստանի ներսում է, Հայաստանում պետք է պրոբլեմ։ Եվ ամենակարևորը Հայաստանը հանցագործ պետություն չի։ Հայաստանին անդադ փորձում են ֆաշիստական անհանդուրժող պետություն ներկայացնել, որը մարդկության դեմ հանցագործություններ է գործել։ Ոս Ամասիայի եկած դեպքը դրա մասին է։ Այսինքն ֆաշիստական են, ոնց են եկել հասի Ամասիա գերեզման գնում ծաղիկ դնեմ, բան։ Մի հատ հայ կարա գնա հիմա Շուշի։ Մի հատ հայ կարա մտնի գնա, ասենք, բան։ Ամարասի վանքը կարա գնա դա դիվան։ Գիտեք ինչ հիշեցին, Ջաբրայելի մոտ եկեղեցի կար, այդ եկեղեցում վերևից երևում էր քարտեզները որ նայում են մեկ է ինչ որ մի փուլից գցած այդ եկեղեցին չկար Google բանը քարտեզները մտեք նայեք չկա մեկ կա մեկ չկա փաստերն հրապարակված տրակտորը բան ասա հավասարացրել է Twitter-ում դրած է կարպիս ես ինչ հարց եմ ուզում քննարկեմ ոնց են որ մենք որպես ժողովուրդ ուզում դիստանցավորվենք բացատրեմ ինչ նկատի ունեմ Հայաստանում կա մտայնություն նույն իշխանության մեջ է բոլորի մեջ էլի որ մենք ոչ մի կապ չունենք Ալիևի ասած այդ նացիստների հետ, եթե տենց է, չէ։ Հա, մենք կապ չունենք ախպեր։ Դե նա դու թե դրանց բռնել ես, դատում ես, հա դե դա մենք ինչ կապ ունենք։ Ու դա շատ դիստանցավորում ա գնում, այսինքն սա մենք չենք, մենք դրա հետ կապ չունենք, մենք չենք Ղարաբաղ ծառայել, մենք չենք բյուջե տվել Ղարաբաղում բանակ պայելու համար։ Մենք չենք մեր զինվորներին ուղարկել, մենք չենք բանը միջազգային հարթակներում Ղարաբաղի հարցով բանակցություն Ալիևի օրինակով հիշենք էլի Նյուրնբերգյան դատավարությունը, որը որոշակի փուլերից եւ կատեգորիաներից էր բաղկացած, այսինքն մենակ կառավարության անդամներին եւ զինվորականներին չեն դատում, այդտեղ կային տնտեսական հանցագործներ, կամ պրոպագանդայի հանցագործներ, այսինքն որը ոչ մեկը անմասն չի, ոչ մեկը չմտածել։ Մենոց միտքը գիտես որ իմ տակ բառությամբ էր, որ մենք դեռ ասենք ախպեր, այո հայեր կային այնտեղ դատվում են, բայց ես տեքստեր, հա, չեն ուզում խորամուխ լեն։ Բայց չէ որ մենք ապա շրջափակվում ենք։ Հա, Ալիևն ասում ախպեր։ Այսինքն հոյն հոդվածները որոնք դրված են այս դատավարության տակ, այդ հոդվածները նրա մասին է, որ Ժորժ ջան, որ ամբողջ Հայաստանը 30 տարի եղել է նացիստական երկիր, բոլոր ղեկավարությունները, բոլոր մարդիկ, բոլոր քաղաքացիները, ովքեր ոտ են դրել տարածք, ովքեր որևէ բան են դրա հետ կապված, բոլորը դրա գործով, քրեական գործով անցնում են, պրոստը չեն բռնվել, նրանք են դե բռնվել, դեն իրար։ Ուղղակի մեր ժողովուրդը եւ նրա այդ մտածող շրջանակները, այսպես ասենք, ճակերտները մեզ չեն հասկանում, եթե մի կողմը հաղթել է եւ մյուս կողմը պարտվել է, ամենևին էլ չի նշանակում, որ պարտված կողմի տեսակետները եւ նարատիվները սխալ էին։ Այդ է հարցը։ Հիմա մեր ժողովրդին մտցնում են այդ բան, այդ նարատիվ։ Այսինքն հիմա հարց Նիկոլ Փաշինյանը ոնց է դիստանցավորվում օրինակ Արայիկ Հարությունյանից, կարա ինքը բացատրի։ Ինքը ոնց է դիստանցավորվում Բակո Սահակյանից։ Հայաստանի կառավարությունը, նաև Հայաստանի կառավարման ազդեցությամբ ժողովրդի մի զգալի մասը սկսել է ապրել ադրբեջանական դիսկուրսի տիրապետության պայմաններում։ Այսինքն մենք վերցրել ենք ինքներս մեր համար լեգիտիմացրել ենք ադրբեջանական 30 տարվա տեսակետները, որտեղ մենք պարտվել ենք Ադրբեջանը հաղթել է, եթե Ադրբեջանը հաղթել է, ուրեմն ինքը ճիշտ է, ուրեմն ինքը ճիշտ էր ասում Ղարաբաղը երբեք հայկական չի եղել։ Արի մոդելավորենք կարծես։ Պատկերացնենք Հիտլերը հաղթում է Երկրորդ համաշխարհային պատերազմում ու աշխարհի մի 50 երկիր սկսում է ասել, որ այո, ճիշտ են այո, հрьяաները հանցագործներ էին, պետք է դատվեն։ Արիական մեկ ազգ կա եւ մենք բոլորս պետք է իրանց ընդ, այսինքն պատկերացնենք ժողովուրդ։ Էսա տեղի ունեցածը։ Ախր գիտես այդ բանը էլի որ շատ ոնց որ ասենք քրեական գործառույթ են պլատֆորմ ոդկասթի վրա գանից բռնեն տանեն ու կարպիս ինձ դե մարդիկ մոտիկանան լրագրողներ ասես կամերաներով ասի ես կուրսի չեմ ես կապ չունեմ շատ տիպիկա այսօր իշխանության ու մեր ժողովրդի մի հատվածի պահվածքը այս դատավարության այս ինչ որ տեղի ունեցել Ղարաբաղի հետ այս ուղղակի էս կես կատակ էս օրինակի ուրեմն բանը բայց
Էսա։ Գիտեք, Ոնց կարա կասեք կապ չունի։ շատ տիպիկ է առաջին աշխարհամարտի օրինակը, առաջին աշխարհամարտի բռնկման գործում մեղավոր են բոլոր այդ իմպերիալիստական գաղութային կայսրությունները՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ավստրո-Հունգարիան, ռուսական կայսրությունը, բայց ամբողջ պատասխանատվությունը բարձվում է պարտված կողմի վրա։ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան զառնություն սուրբ, անեղծ, իսկ Գերմանիան, կայզերական Գերմանիան, Ավստրո-Հունգարիան բան դիտարկվում է որպես բան հանցագործություններ եւ ծանրագույն պարտավորությունների տակ են հայտնվում, ինչը պատճառ է դառնում ռևանշի եւ Հիտլերի գալը։ Ընդհանրապես մի քանի տարի, մի քանի տասնամյակ։ Եվ հիմա այդ շատ տիպական է այդ օրինակ, մենք պարտվել ենք ամեն ինչ մեզ դարձնում են բանա տարածաշրջանի թիվ 1 մարտարավեր, ֆաշիստական երկիր, անհանդուրժողական, ամեն ինչի մեջ մենք ենք մեղավոր։ Նիկոլ Փաշինյանն էլ այդ ամեն ինչը յուրացրել է, Ալիևի դասրել եւ հիմա բանա փաթաթվում է մեր վզին։ Հասկանում ես, ռետրանսլատոր ենք դարել, այսինքն ադրբեջանական թեզերը Հայաստանում ռետրանսլացվում են։ Հիմա մեր այդ որոշ ասացիք այդ քաղաքասարակության ներկայացուցիչները ամենայն հարգանքով մարդկանց չեմ ուզում պիտակեմ, բայց գիտեք ում են հիշեցնում։ Օրինակ 1809 թվականի դրությամբ Կոստանդնուպոլսի հայ առաջադիմական մտավորականությանն են հիշեցնում։ Ոգևորված են թուրքական հեղափոխությամբ, ոգևորված են։ Բայց առաջին Ինաստան չէ, մորթեցին, հետո նոր։ Բայց միջև այդ, իրանք տենց Կոստանդնուպոլսում ոգևորված էին եւ 1809 թվականին Ադանայում տեղի ունեցավ հայերի սոսկալի ջարդ, սոսկալի կոտորած։ Բայց այդ ժամանակ մենք իրանց հետ դաշնակցությունը մտավոր առաջադեմ շրջանակները եվրոպական գաղափարներով իրանց հետ կոալիցիայի մեջ էին, ոգևորված էին, բայց այդ նույն ժամանակ Ադանայում եղավ սոսկալի կոտորած, քաղաքի հայ բնակչության մի զգալի մասին կոտորացին ու սպանեցին։ Բայց մարդիկ ինչ էին ասում, այդ հկները որ հավաքվեն։ Դա ճյուրիմացություն է։ Շփոթված։ Երևի ինչ որ մեկ էլի Հաջիևի ուղերձն էր բերում։ Հաջիևին անդրադառնանք։ Ուրեմն տեսեք, Ղարաբաղի, Լեռնային Ղարաբաղի ղեկավարության մի մասը, մի մեծ մասը մի դատավճռով դատվեցին, մի դատով։ Դե Ռուբեն Վարդանյանի դատը առանձին էր։ Մենք Ռուբեն Վարդանյանին առանձին անդրադառնանք։ Ժողովուրդ абսուրդ է, էլի ուզում հասկանամ։ Ռուբեն Վարդանյանը Լեռնային Ղարաբաղի հետ սկսել է կապ ունենալ 44 օրյայից հետո։ Կապ ունենալ նկատի ունեմ քաղաքական իմաստով։ Գա գնացել եկել է 1000 անգամ ու հաստատ գնացել եկել է։ Ասենք գոնե հրապարակված եղած բոլոր տեղեկություններով էլի։ Հաջիևը, Հիկմետ Հաջիևը Twitter-ում մեծ բան post արել ու նաև անդրադարձել է France Press-ի այդ ինտերվյուին, որտեղ շատ են վառված այդ լրագրողի հարցից, որ ասում է լավ դատել եք, էջը թերթեք էլի փակեք, ներեք թող գնան, ո՞ն իրա։ Այս չի սա, հա, ու Հաջիևը անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի դատին, բայց միևնույն ժամանակ երկու հատ կծել է այդ France Press-ի որ միջազգային մեր գործընկերները այդ լիցիմերները բան, հա ու ընդհանուր post-ը հետեւյալի մասին է, որ վերջապես արդարությունը հաստատվեց, ճիշտ է խաղաղության գործընթացը եւ սա դրա շրջանակներում, այսինքն Նիկոլ Փաշինյանը համաձայն է, որ այս խաղաղության գործընթացի շրջանակներում այս մարդիկ պիտի դատվեին, հասկանում ես, Հայաստանից մի հատ sense մի հատ sense ձայն հանող չի եղել, որ մի հատ sense ծպտուն խոսքի, որ ախպերես ինչ ես գրում, ես չես խոսում։ Մտեք նայեք Հիկմետ Հաջիևի այդ Twitter-յան գրառումը, չնայած մեր մամուլը տեղադրել է, ու միտքը հետեւյալի մասին է, որ կարդում ես մոտը տպավորությունը Ռուբեն Վարդանյանը 90 թվից կազմակերպել է սաղ այդ ինչ որ կա, դե իրանց բառապաշարով բնականաբար, բայց ասենք ոնց կան մարդու վրա բարթեն իր 2-3 տարվա ակտիվությունը, հա բարթենով շի 35 տարվա սաղ եղած ու ասեն որ արդարությունը վերականգնվեց, այս terrorism ֆինանսավորող էս չգիտեմ ինչ էս ինչ, Ժորժ ջան, ուզում եմ նաև դիմեմ Սփյուռք հայերին, հիմա Սփյուռքում բավականին շատ միլիարդատերեր, հարուստ մարդիկ միջին խավի, հա, այս իշխանության ջատագովներն են։ Ժորժ ջան Ռուբեն Վարդանյանը, որպես հայ Սփյուռքի սիմվոլ է նաև դատվում, որ Սփյուռքին ասեն, ձեր տեսակ տեղները նստեք, ես դուք եք չես տեղեք բաներ եք անում, այդպես գալի գնում եք բան, բզբզում եք։ Վարդանյանին այդպես ատում, Բաքվիր ռեժիմը ինչա այդքան ատում, որտեղ երբ Ռուբեն Վարդանյանը եկավ գնաց Արցախ, Բաքվում լուրջ անհանգստություն իհայտ եկավ, հայ միլիարդատեր, լուրջ կապեր, դա կարա շղթայական հետևանքների բերել եւ բերել դիմադրության, իսկ գիտեք թե լուրջ դիմադրությունը ինչի կարող էր բերել, մի խոսքով լուրջ խնդիրներ կարող էր առաջացնել եւ դրա համար նաև ինքը հարցազրույցներ էր տալիս միջազգային մամուլին
լուրջ բաներից էր խոսում, թիրախավորում էր Ալիևի ընտանիքին եւ դրա համար այտենց ատելությունը իա եկել, բայց Ռուբեն Վարդանյանի մասով ես արդեն ասել եմ նրա վարքագիծը հերոսական է իմ համոզմամբ եւ ինքը Բաքվի բանտում իրեն շատ ավելի արժանապատիվ է պահում, քան Հայաստանի արտգործնախարարը կամ Հայաստանի վարչապետը եւ փաստորեն ինչ է ստացվել մեր հասարակության մեջ այնքան են քարոզվել այդ անբարոյական արժեքները, այդ պիղծ գաղափարները այնքան են տարածվել, որ փաստորեն մարդու անձնազոհությունը չի ընկալվում եւ չի գնահատվում, նրանք կամ պիտակում են բան Պուտինի մարդ, ռուսներն են ուղարկել եւ երբ որ փաստերով ապացուցում ես, որ yəni ինչի համար էլի պետք է ռուսները ուղարկեն, ես վերջերս ինձ մեկը տենց էլի արձագանքել, լավ, որ ռուսները չեն ուղարկել, ուրեմն ինքը էշնահատակ է, այսինքն այդ անձնազոհությունը երբանից դարձավ մեր միջավայրում էշնահատակություն, ես չեմ հասկանում։ Հիմա այդ մարդը իսկապես գնացել է անձնազոհության, մենք տեսնում ենք, որ ինքը բան է, պատրաստ է մահանալ Բաքվին բանտում, որտեղ չի հրաժարվում իր գաղափարներից պարմարական, ասում Արցախը եղել է, կա ու կլինի։ Այո։ Բայց կարա չէ, չգիտեմ, ինչ որ մեղմ խոսա, փապկաստնի։ Ասի սխալվել ենք, սխալվել ենք եւ այլն։ Հիմա ոնց են մերոնք ասում սխալվել ենք։ Ղարաբաղը թոգ էր մեր վզին։ Կար չէ Ռուբեն Վարդանյանը դատանում գոռար ասել Ղարաբաղը թոգ էր մեր վզին, ասենք, բան ներում տային գնալ այդ մարդը։ Բայց չի ասում ախպեր թոգ էր մեր վզին։ Ասենք Նիկոլ Փաշինյանը գալիս է ազգային ժողովի ամբիոնից, ասում է Ղարաբաղը թոգ էր մեր վզին։ Ինքը ոչ մի բանտում չի, ազատ իր համար ախրանայով բանով ապրում։ Ինքը ասում է թոգ էր մեր վզին, մարդը բանտում, խոշտանգումների է ենթարկվում, բան ասում է թոգ չէր։ Հիմա ո՞րն է ավելի բան հարգանքի արժանի, կարաս ասես։ Դա բնականաբար իմ մոտեցում ես ասեցի, այս ամեն ինչը իհարկե շատ բան անբարոյական է, զզվելի է, այս ամեն ինչի դեմը պետք է առնել էլի պարոն Մարուկյան։ Եվ գանք էկոնոմիկայի նախարարին, որ այս ամեն ինչի դեմը առնելուն է արձագանքել, ինձ թվում է իմացել է, որ դու խոսալ ես այս հարցով։ Ու ասել է հետեւյալը։ Էկոնոմիկայի նախարարի ինչ որ կարճ ռիլ է տարածվում, այդպես նյութ է, որ դե ասում է, եթե հունիսի 7-ին մենք չընտրվենք, նկատի իշխանությանը։ Չի լինի խաղաղություն, չի լինի էկոնոմիկա, ինչ կա, ինչքան լավ բան կա, չի լինի ու դրա մեջ նաև ասում է չի լինի արհեստական բանականություն։ Ուզում հասկանամ արհեստական։ Իրանց իշխանությունը։ Արհեստական բանականությունը իրանց հետ ինչ կապ ունի։ Եվ հայ ժողովրդի պատմության մեջ այս իշխանությունը ինչով է բացառիկ, եւ որ ամենաշատ ռազմական կոնֆլիկտն են բերել։ 5-6 պատերազմական մեծ ու փոքր գործողություն, 44 հրապատերազմ, դրանից առաջ Տավուշյան մարտեր, հետո կարճ մինի բախումներ Արցախում, հետո 2022 թվականի սեպտեմբերյան այդ մինի պատերազմը, հետո Արցախի հայաթափում, Արցախի դեմ ռազմական գործողությունները դրանից առաջ շրջափակում։ Այսինքն ամենաշատ ռազմական գործողությունները, ամենաշատ պատերազմը, ամենաշատ այրունը եղել է իրանց օրոք եւ հիմա իրանք դարձան խաղաղության։ Ասում է մենք չլինենք, չի լինի խաղաղություն։ Իհարկե սա շատ վտանգավոր մոտեցում է, տոտալիտար մոտեցում է, երբ որ անձը կամ խմբակը իրեն նույնացնում է պետության հետ եւ իր ճակատագրով է պայմանավորում պետության ճակատագիր ասում ես չլինեմ պետությունը չի լինի, ես չլինեմ խաղաղություն չի լինի։ Իդեպ ոչ վաղ անցյալում այս մտայնությամբ էր առաջնորդվում նաև հանրապետական կուսակցությունը, երբ որ իրենք են իշխանության եւ Սերժ Սարգսյանը, Ղարաբաղի ճակատագիրը Սերժ Սարգսյանը պայմանավորում էր իր անձով իր իշխանության մնալով։ Դա էլի ես ժամանակին ես հիմա կարա Սերժ Սարգսյանն ասի, տեսակ ես չկամ Ղարաբաղը չկա։ Եթե բացեք հրապարակ թերթը, չգիտեմ կարող եք այդ հին հոդվածները գտնել թե չէ, բայց այն ժամանակ էլ է 2017-18 թվականներին ես այս թեմայով այդպես քննադատական հոդվածներ էի գրում, ասել որ սա իսկապես տոտալիտար մոտեցում է, որ քո անձով ես պայմանավորում ազգային հարցի ապագան։ Այո։ Այդպես չի լինում։ Դե հիմա post factum կարող են այդ պոպուլիստական պնդումը անել։ Տեսեք, որ ճիշտ ենք, որովհետև Ղարաբաղը էլ չկա։ Բայց այդպես չի, Ղարաբաղը կարող էր այլ ճակատագիր ունենալ, նույնիսկ եթե Սերժ Սարգսյանը չգնար երրորդ ժամկետի։ Վստահաբար կարող է այդ պոպուլիզմի գիրկը չընկնենք։ Դա ամենավտանգավոր բանն է, երբ որ լիդերը մենք վստահաբար կարող ենք ասել, կարծես կներես, որ կարող է խաղաղություն լինել ու իսկականից խաղաղություն լինել առանց Գևորգ Պապոյանի, Նիկոլ Փաշինյանի եւ մյուսների։ Վստահաբար կարող լինի։ Դա անգումարած արհեստական բանականություն է։ Ես ասեմ ավելին, եթե իրենք չլինեին, երբևէ չգային իշխանության, ավելի լավ խաղաղություն կլիներ։ Ես դες երաշխավորում եմ։ Նիկոլ Փաշինյանից առաջ Հայաստանը ունեցել է 3
առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչյանը եւ Սերժ Սարգսյանը։ Նրանցից որ մեկը Նիկոլ Փաշինյանի զիջումների կեսի աներ, Նոբելյան մրցանակ ստանար։ Հայաստանն էլ ամենաարժանապատիվ խաղաղությունը կստանար։ Ասում են տեսեք մի ամսվա մեջ երկու անգամ Տրամպին հանդիպել։ Գիտեք ինչ կանեին։ Սպիտակ տանը Ռոբերտ Քոչյանին կամ Լևոն Տեր-Պետրոսյանին կամ Սերժ Սարգսյանին, ասենք կգցեին օդ ու կբռնեն, կգցեին օդ, կբռնեն, եթե զիջումների կեսի անեն։ Բայց սա ինչ են արել։ Ամենաողորմելի ձևով Հայաստանին տարել են, ջախջախել են, հավասարացրել են հողին, զիջումներով, բանով, կարողանում են հետները նկարվեն, բանան են, ժպիտների արժանանան, դա մեր վրա ծախում են որպես խաղաղություն։ Հա չեմ հասկանում այդ մարդիկ ինչ նյութից են պատրաստված, որ այս կարգի խափում են, այս կարգի ստում են, այս կարգի մանիպուլացում են։ Եթե այդ քիվեստը հաջողության հասներ, Ռոբերտ Քոչյանին Բիլ Քլինթոնը կդներ վզին ման կտար։ Նույնը Լևոն Տեր-Պետրոսյանին։ Նույնը Սերժ Սարգսյանին։ Այսօր մեր բան չանեն, էլի։ Ուրեմն մեկը ինձ գրում է, օկտատերից մեկը, քաղաքացին գրում է, ասում է, պարոն Մարուկյան, չէ՞ որ Նիկոլ Փաշինյանը եւ մեր իշխանությունները Կամալա Հարիսի կողմնակիցներ էին, ասում եմ, այո։ Ասում բա ոնց է որ հիմա Վենսը իրանց կողմից է։ Իմ պատասխանն էր, ասում եղբայր Վենսը ԱՄՆ փոխնախագահն է ու միայն Միացյալ Նահանգների կողմից։ Վենսը գիտեք ինչի կողմից է։ Միայն։ Բայց դուք որ ասենք Վենսին կանչեք, ասեք խոսքի օրինակ բանը Միջանցք ենք տալի Ադրբեջանին, դուք եք այդ Միջանցքի վրա 74% փայտեր եղեք, Վենսը ասի ապրեք տրեք ջան, լավ տրեք։ Ինչ կա դրա մեջ զարմանալու էլի, ու ուզում է պաշտպանած։ Վենսի իշխանությունը հասել է ինչ-որ շոշափելի արդյունքների իրենց համար։ Ռուսաստանը շրջանցող ճանապարհի պլաններ են գծում երկարաժամկետ։ Մեծ քաղաքականություն։ Վենսը Նիկոլ Փաշինյանի կողմից չի։ Վենսը նրա կողմնակիցն է, որ հանկարծ Երևանում չգա մի իշխանություն, որը նախորդ պայմանավորվածությունները կարող է խնդրահարույց դարձնել կամ կասկածի տակ դնել կամ սկսի ինչ-որ կապրիզներ անել։ Հարցեր տա։ Ինչ-որ սկսի հարցեր տալ, էլի, բայց հանրացի վերաբերել հարցեր տա։ Ինչ-որ հարցեր ավելնորդ Մամել Գրքոնը ասած, ավելնորդ հարցեր հանկարծ չտա։ Իսկ հիմա Հայաստանի մի հատ իշխանությունն է, որ ավելնորդ հարցեր չի տալի, ինչ ասում են, խելոք անում են։ Լսի, մեր Դավիթ Խաչակյանը մի լավ միտք ա տվել, ուզում եմ դուք քեզ այնց եմ սովորել, որ անպայման պետք է հաղում տանք։ Այո, գիտական։ Ասում ասում։ Օրինակ, այն լիդերին երկրի, էլի, այն երկրի ղեկավարներին, որ բոլոր հարևան երկրների ղեկավարները գովում են, կամ գրեթե բոլոր միջազգային տարբեր խաղացողներ գովում են, ուրեմն այդ երկրի ղեկավարը իր երկրի շահերին չի ծառայում։ Եթե իր երկրի շահերին ծառայի, հետեւաբար այդ բոլորի ուզած բաները առանց չի լինելու։ Հետեւաբար նրանք տենց այդքան էլ չեն գովա իրան սաղորը, էլի։ Բայց երբ որ սաղորը քեզ գովում են, ուրեմն դու սաղ ինչ ուզել են տվել ես, ախպեր, դա մերը քեզ սաղ գովում են։ Այդ Խաչակյանի ասածը եթե բան անենք, ավելի կենցաղային դաշտ բերենք, ամենազզվելի ամենանողկալի մարդու տեսակը որն է, որը փորձում է բոլորի համար հաճելի լինել, բոլորի համար բոլորի ընկերը լինել, բոլորի ընկերներ, բոլորի հարմարը, բայց նույնիսկ թաղում, փողոցում, բանակում, ինստիտուտում այդ բոլորի ընկերը փորձողները վերջում լինում են ոչ մեկի ընկերը։ Ոչ մեկի ընկերը եւ մնում են ձեռնունայն որպես լպացում։ Ակամ նկարագրեցի, եմ շատ վատ նկարագրություն տվեց, ինչ որ բորդյուրի վրա կանգնած թրջված։ Այդ Վանոյին է, հա, ոնց է նկարագրել։ Ես ինձ քո նկարագրությունը չի դա։ Չէ, նմանատիպ ես ոնց որ վերարտադրել եմ նմանատիպ մի բան, էլի, բայց արդեն չեմ հիշում ինչ եմ ասել, բայց ինչ որ պատկերավոր ողբերգական մի բան։ Հա, ողբերգական մի բան է։ Ասած կլեմ։ Էսա չի կարելի լինել բոլորի ընկերը, չի կարելի բոլորին տալ։ Չէ, դուր գալ տենց հիմա նայ, արի մոդելավորենք։ Թրամփը սկսեց քննադատել Մակրոնին։ Մեր ժողովրդի կողմից շատ հարգված, սիրված, մեր եղբայրական Ֆրանսիայի նախագահը։ Ինչու՞։ Որտեվ Մակրոնը ինչ որ բայ ասեց ոչ։ Նրանք այդ խաղաղության խորհրդի իրավ էր ստացավ, չգնաց։ Թրամփը մեկնաբանեց դա հետեւյալ կերպ, որ իրան շատ չի մնացել նախագահ չի լինելու, դե որ տենց է բան։ Դե ասենք Մակրոնի երկրորդ ջանքետն է լրանում։ Ուրիշ բան ասեմ։ ԵՄ-ում ահավոր չեն սիրում Հունգարիայի վարչապետ Օրբանին, դու էլ վերջերս Հունգարիայի իր այցով։ Ինչու չեն սիրում, որտեվ ասում են ոչ։ Շատ հարցում ասում են ոչ։ Սլովակիային չեն սիրում, էլ ասում են ոչ։ Հա, Ֆիցոին։ Ասում են ոչ, այսինքն հասկանում ես ինչն է բանը, էլի, ում են սիրում։
Որով ինչ ուզում ասում են, հա, եղավ, բան, այսինքն մեզ պետք է որ մեզ ստենց սիրեն։ Մեզ պետք չի այնպեսի ղեկավար, որին բոլորը սիրեն։ Մեզ պետք է ղեկավար, որ կպաշտպանի Հայաստանի շահերը, ոչ թե Հայաստանի կարճաժամկետ շահերը, երկարաժամկետ նաև շահերով կմտածի ապագայի մասին մի փոքր։ Եվ հիմա վերադառնալով նախնական թեմային, այո, առանց Գևորգ Պապոյանի խաղաղություն հնարավոր է։ Վստահաբար։ Եվ ախր գիտես ինչն է հարցը, որ Գևորգ Պապոյանը գոնե հեղափոխության այն առաջամարտիկներից էր, ասեի հա, էլի, ասենք, հանրապետական կուսակցությունից եկել է քաղաքացիական պայմանագիր, բայց ամեն դեպքում ես ուզում եմ նաև այստեղ մենք մի հիշատակում էլ անենք, չմոռանանք, որ կարևոր իրադարձություն ա եղել է շաբաթվա ընթացքում, վարչապետը գնացել էր Միացյալ Նահանգներ եւ կամաց բացահայտվում որ միայն վարչապետը չէ գնացել Միացյալ Նահանգներ, Լիլիթ Մակունցեվ, Արայիկ Հարությունյանը Լոս Անջելեսում են ինչ-որ հանդիպումներ ունենում, արգորնախար Վաշինգտոնում է վարչապետը, այսինքն Տիկին Աննա Հակոբյանը Դալասում է, բոլոր տեսանյութերից ելնում է որ այտենց ամբողջ վերնախ է Միացյալ Նահանգներում է, որ տարբեր նահանգներում են ինչ-որ լավ հուսանք որ դա պետության համար է, բայց ինչ է ուզում ասել, որ հուսացեք։ Ես տեսա, որ Բելարուսի նախագահը հրավեր է ստացել նախագահ Թրամփից խաղաղության խորհրդին մասնակցելու։ Եվ հաղորդումից առաջ ես միշտ նայում եմ ինչ բան կա որ բաց չթողնենք, տեսնում եմ Twitter-ում Բելարուսի ԱԳՆ-ն, Twitter-ը անգլերեն է, գիտեք Ժորժ ջան, ամբողջությամբ հիմնական գրառումները, Բելարուսի ԱԳՆ-ն այդպես մի հատ դատապարտող ստատուս է գրել, որ բելարուսական դելեգացիան պատվիրակությունը այդպես էլ չի ստացել վիզաներ Միացյալ Նահանգներ այցելելու համար, Տրամփը հրավիրել է կոնսուլատը վիզաներ չի տվել ու ոնց հասկացա միայն արտգործնախարարն է վիզա ստացել կամ ունեցել է եւ ասում եմ Բելարուսի նախագահի որոշմամբ արտգործնախարարն է կմասնակցի ու վերջում մի հատ post-scriptum-ի պես բան կա tweet-ում ասում է անհասկանալի է որ հրավեր են տալիս ու հետո վիզաները չեն տալի ու տես դատապարտող տենց ինքնիշխան երկրի բան է էլի post-ա հիմա կարան ասեն բանը հա դե Լուկաշենկոին դե մենք դե բացարձակապես Հայաստանը ոչ մեկ չի սիրում հասկացանք բայց մարդիկ բան ունեն էլի դիրք ունեն կարծիք ունեն վերջին հաշվով քաղբանտարկյալներին ազատ արձակեց մի գործարքով այսինքն Թրամփին ասեց որ եթե դուք կհանեք սանկցիաները ինչ էին արտադրում լավ այդ շատ մասնագիտական է ինչ որ մի տնտեսության մի ուղղության վրա սանկցիաներ կիրառված եւ Թրամփը ասեց սանկցիաներից հանեցին քաղբանտարկյալներին ազատեց Թրամփի հատուկ բանագնացը դեսպան եկավ եւ բան բերեց հայերեն ոնց է զապինգեքը ճարմաններ բերեց նվեր Լուկաշենկոյի համար որ Հայաստանում դասում Լուկաշենկոն ինքնիշխան չէ էլի հեչ ինքնիշխան տղա չի Սա գիտեք ինչն է զավեշտալի որ Նիկոլ Փաշինյանը ստեղել Լուկաշենկոյից պրծում չունի հա այսինքն նայեք այդ խաղաղության խորհրդի տպարությունա թե այնտենց Հայաստանը կտրվել է բան բայց Պուտինն հրավեր ստացել Լուկաշենկոն հրավեր ստացել եւ հիմա շատ ծիծաղալու կլինի որ Նիկոլ Փաշինյանը փորձելով պոկվել իհարկե ճակերտների մեջ իր հին ԱՊՀ-ի հին ընկերներից փորձում է գնալ ուրիշ միջավայր եւ հիմա հայտնվելով այդ միջավայրում նորից շատ հնարավոր է որ տեսներ ԱՊՀ-ի հին ընկերներին Ուրեմն մի բան էլ ասեմ որ քեր միջազգային մամուլում ինչ այս պայն եռում տարիներ առաջ Թուրքիայի նախագահ Էրդողանի անվտանգության աշխատակիցները այլանդակ ջարդի են ենթարկել թուրք ընդդիմադիր գործիչների ովքեր ցույց էին անում Էրդողանի ինչ որ այցի ժամանակ նույնությամբ երեք տեղի ունեցել մի այլանդակ ջարդ կադրերը կարող եք դիտել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անվտանգության աշխատակիցները ծեծի են ենթարկում շատ բրուտալ ձևով կարծես չեմ տեսել ծեծի են ենթարկում ադրբեջանցի ընդդիմադիրներին դե գիտեք Ադրբեջանում ՀԿ-ներ չկան այսօր մերոնք հանդիպում են այդ ՀԿ-ները դրանք ՀԿ-ներ չեն KGB-շնիկներն են իրանց ՀԿ-ներ չկան ընդդիմադիրներ չկան ազատ մամուլ չկա ոչ մի բան չկա բայց Հայաստանը այդպես լալահարաջ դեմքով գնում են իրանց ընթരാճ այդ ծեծ ջարդն է տեղ ունեցել ու շատ լավ է որ Միացյալ Նահանգներում կոնգրեսականներ շատ իմ նախկին գործընկերներում այդ մտերիմ հարաբերություններ ունեմ
գրառումներ էին արել, պահանջել էին քրեական գործառույթել, Վաշինգտոնի դատախազությունը արդեն իսկ սկսել է հետաքննություն, հուսով եմ, որ Ալիևի անվտանգության աշխատակիցները կձերբակալվեն, թույլ չի տվի նրանց դուրս գալ Միացյալ Նահանգներից եւ կդատվեն այնտեղ։ Այդ կրտուկը գիտեք որտեղ է։ Ես որպես Վաշինգտոնի մի քիչ ծանոթ մարդ ասեմ, այդ ամենախախանդ։ Ասա մեր Վաշինգտոնցի։ Խախանդ հանգիստ այդ տեղերում են, որ շուխուր вообще չկա ու այդ խփոցին։ Հա, կոնկրետ խփոցի է, Վալդորֆ Աստորիա հյուրանոցում է մնացել, ոնց հասկացա Ալիևը, թե հանդիպումն անդեր ինչ որ տենց, բայց ընդ մարդիկ կանգնած գոռում են, հա ազատություն քաղբան տարկյալները դե Ադրբեջանեն են գոռում, չի ինչ են գոռում։ Եվ անվտանգության աշխատակիցները օրը ցերեկով, ոնց ասում են Սիդի Բելովը դնյա ու ծեցի են ենթարկում անդիմադիրներին, ես հույս ունեմ, որ Միացյալ Նահանգների իրավապահ համակարգը անկախ կգտնվի գործող այդ կոնյունկտուրայից եւ բնականաբար հետևանքներ կունենա։ Բայց գումակ այդ դիկտատորները ինչ հոգու խորքում ամեն դիկտատորի մեջ մատ հոգու խորքում թաքնված է այդ պուչուրիկ հիստերիկ։ Վստահաբար։ Ինչ անհանդուրժող են։ Վստահաբար, այսինքն նայ դիկտատորն ով է, մարդ, ով որ իր մինչև դիկտատոր լինելը կյանքի ընթացքում հնարավորություններ չի ունեցել անելու այն բաները, ինչ որ ինքը սկսում է անել, երբ որ այդ հնարավորությունները ստանում։ Ինչքան կոմպլեքսավորված է Ալիևը, ինչքան նեղվել է։ Ցույց է, մարդիկ են գոռում են ինչ որ բան, հա։ Դու տենց լսեք գնացեք, էլի։ Ես չէ որ ես իդան չեն կարողացել մոտ։ Նիկոլ Փաշյանի թափնել չի եկում երևի տենց բաներ անի, ինքն էլ մարդկանց մուտքն է Հայաստան արկելում։ Հա, օրինակ եթե Փաշինյանի դեմ արինում նմանցից մուտքը ուղղակի փակում։ Հիշենք են Ֆրանսիայի հայտնի դաշնակցականի պատմությունը, որը Մակրոնի միջամտությամբ նրա մուտքը վերականգնվեց։ Այո, Փափազյան, հա։ ով որ ինչ էր տեղի ունեցել, ուրեմն էլի միտինգ էր եղել։ Միտինգ էր եղել, այդ միտինգից հետո մուտքը փակվել էր, մուտքը փակվելուց հետո դիմել էին վարչական դատարան, վարչական դատարանը բավարարել էր եւ Նիկոլ Փաշինյանը իշխանությունը կարող է բողոքարկել, ԱԱԾ-ն կարող է բողոքարկել, որ անձամբ Մակրոնի միջամտությամբ Փաշինյանին ասել լավ չենք բողոքարկի։ Եվ եթերում պատմել է այդ մարդը Ռոջանը հունիսի 7-ից հետո, երբ որ դուք գնաք քվեարկեք մեր օգտին, իմացեք բոլոր հայ մարդկանց մուտքը, ում որ փակվել է իշխանության օրոք, բոլորի մուտքը բացելու ենք, Ռոջան, եւ ամեն ինչ անելու ենք, որ համայն հայության միակ հայկական պետականություն Հայաստանի Հանրապետություն հայերի համար արգելք չլինի գալու։ Մարդիկ կլինեն, որ մեզ կատեն, կհայհոյեն, չգիտեմ, քննադատեն, բայց ես երբևէ չեմ հիշում, որ այլ իշխանությունների օրոք հայ մարդկանց մուտքը փակված լինի Հայաստանի Հանրապետությունում։ Մենք պետք է ամփոփենք այսօր այսքան մեր այսքան Ամասիայում տեղի ունեցածը Ամասիայում տեղի ունեցածը թող ազդակ լինի մեր բնակչությանը, Շիրակի մարզի մեր հայրենակիցներին, մյուս մարզերի։ Լոռում էլ է եղել։ Լոռում էլ Արչուտ գյուղի մոտ են եկել նկարահանում արել։ Թող մարդիկ մտածեն։ Լավ մնացեք սիրելի հայրենակիցներ, տարածեք այս եթերը, նաև Կարպիս Փաշոյանի ալիքում հետարքիր հարցազրույցներ կան, դրանք նույնպես դիտեք, տարածեք, միացեք մեր ալիքին, նաև բնականաբար մեկնաբանությունների հատվածում ձեր կարծիքը գրեք դրա մասին, չգիտեմ։ Ես տեսնում եմ բանավեճեր ակն, ինչ որ մարդիկ գրում են, ասում են, թողեք գան, թողեք ապրենք, առևտուր անենք, այդ առևտուրանել է, ես չգիտեմ, ապշած եմ էլի։ Առևտուր անենք, ինչ եք ուզում վաճառեք, էլի, ասեն, ինչ ունեք դուք, ինչ եք արտադրում, որ ավելի էժան քան իրանց մոտին է։ Ժանրի կանոններով, եթե հետևենք վերջին հարեմակների մեր պատմությանը, այդ թողեք առևտուր անենք ասողները, վերջում իրանք այդ առևտրի sense հետքերով Հայաստանից գնալու են ուրիշ տեղ ապրեն։ Հա։ Բայց իրանք մնաց տեղ, այդ ամասիա եկածները մնաց տեղ։ Լավ մնացեք, Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։